Եվս մի հայտարարություն էր ժողովուրդ ջան, դեկտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին մեր մոտ ողջ Հայաստանով եղբայրության որոշումով նորից հայտարարված է ծոմապահություն։ Դեկտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին։ Եվ այստեղ այդ 3 օրն էլ աղոթներ պետք է ալի երեկոյան ժամը 6-ին։ Ծոմապահությունը մեր ընտանիքների, մեր ազգի արթնության համար է, որ Աստված Հայաստանին ողորմա, հայ ժողովրդին ողորմա, աշխարհի որ վայրում էլ որ լինեն, որ արթնության կրակը վառի, որպեսզի մենք կարողանանք այս չար ժամանակների մեջ Տերը պահի մեզ, մեր երկիրը, մեր զինվորները, մեր սահմանները, մեր ժողովուրդը։ Դրա համար ծոմապահությունները պարտադիր է եւ խնդրում եմ, որ բոլորը այդ ծոմապահություններին պահեն։ Երեք եղբայրներից մեր Երևանի խորհուրդներից Արտուր եղբայրը մի հատ վկայություն տվեց, այնտեղ միշտ նույնպես ոնց որ մենք ենք պահում, իրանք էլ են պահում, ասма երրորդյա, ասма մենք ծոմ պահեցինք եւ ասма ժողովրդին ասինք ժողովուրդ ջան, ոչ մի մարդ ծոմապահության ժամանակ չի մահացել, ոչ մի հիվանդ, ոչ մի ասма մարդ չի ասма տկարացել, ընդհակառակ առողջացել են եւ ասма բոլոր ժողովուրդը ասма մեկ մարդի պես ծոմ պահեցին, մեծից փոքր, երեխեքով, պատանիներով։ Եվ երբ որ ասма աղոթները գնաց երրորդ օրը ասма տիրոջ նամպը իջավ ու մեծ հայտնություններ, մեծ օրհնություններ։ Շատ մարդիկ այդ դեղերելը չէին խմել, որտեվ Տերն է, կյանք տվողը Տերն է վերցնողը, ժողովուրդ ջան։ Մենք պիտի վստահենք Տիրոջը, մենք պիտի հավատանք Տիրոջը։ Դրա համար իմ խնդրվածն է, որ լուրջ կպնենք այս ծոմապահություններին։ Եթե Տերը որոշել է մեռնեմ, պիտի մեռնեմ, ինչքան ուզի դեղ խմեմ։ Եթե Տերը որոշել է ինձ պիտի տանի, պիտի տանի, եթե Տերը որոշել է պետքա մնամ, ես պետքա մնամ։ Ես չեմ ասում մենք Տիրոջը փորձենք։ Մենք չենք փորձում Տիրոջը, բայց մենք ուզում ենք հավատանք Տիրոջը, մենք պիտի հավատանք ու վստահենք Տիրոջ, ժողովուրդ ջան։ Դրա համար իմ խնդրվածն է, որ լուրջ ուշադրություն դարձնեն բոլոր եղբայրները, խմբավարները, ծառայողները պարտադիր այդ ծոմապահության աղոթներին բոլորն են ներկա լինեն այստեղ։ Եվ մենք բոլորս պետք է մեր ողջ պաղաղը բարձրացնենք։ Տերը ողորմություն անի մեզ։ Հերիք անչքան մենք լեզվով խոսացել ենք, ասել ենք, այսօր ժամանակն է, որ ապրենք այդ կյանքը։ Թող Տերը փառավորվի։ Սերներ, ես ուզում եմ Սուրբ Գրքից մի տեղ կարդալ, մի քանի րոպե սողությամբ խոսել եւ մեր պաշտամունք այսօրվա հավաքույթը վերջացնել։ Խոսքը վերաբերվում է առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 5 համարին։ Առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 5 համար։ Իսկ պատվիրանքի վախճանը սերն է սուրբ սրտից, բարի խշմտանքով եւ անկեղծ հավատքից, որոցից ոմանք խոտորվելով ունայն խոսքերի հետևից գնացին ու շարունակում։ Ասма որոշները այս պատվիրանից խոտորվեցին։ Առաջինը ասма իսկ պատվիրանքի վախճանը սերն է սուրբ սրտից։ Գիտեք ժողովուրդ ջան, ինչի համար Աստված շեշտում, որ սերը պետք է լինի սուրբ սրտից։ Ինչի համար է այս շեշտում, սիրելի եղբայրներ, քույրեր, որտեվ Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ մարդու սիրտը չար ու խոտորնակ է։ Եվ այս սրտի մեջ ոչ մի բարի բան չկա։ Չկա ոչ մի բարի բան այս մարդու սրտի մեջ։ Մարդը միշտ նայում է իրան, եղբայրները խոսեցին, թե Սիմոնը, թե Անդրանիկը, եւ սատանան մարդին խափում է, որ գիտես դու մենակ դու։ Բայց իրականության մեջ Սուրբ Գիրքը հիշեցնում է, որ մարդու սիրտը չար է ու խոտորնակ։ Եվ ասма ամեն օր այդ սրտից դուրս է գալի միայն չար խորհուրդներ։ Մի ուրիշ տեղ Սուրբ Գիրքը հիշեցնում է, ասма մարդու աչքի սիրած ճանապարհները ուղիղ է։ Այն ամբարիշտ մարդն է, որ ամբարիշտություն անում, այն որ այլանդակ կեղտեր ու պղծություններ անում, իր համար իր ճանապարհն ուղիղ է։ Թեգուզ ամբողջ մարդիկ ասում են, որ թեգուզ անապաշխար ասում են սխալ է, բայց այս մարդը չի ընդունում։ Իր համար իր ճանապարհներն ուղիղ է, ինչու ժողովուրդ ջան։ Որտեվ մարդու սիրտը չար է։ Որտեվ այս սրտի մեջ ոչ մի բարի բան չկա։ Եղբայրը հիշեցրեց։ Ոչ մի բարի բան չկա, ժողովուրդ ջան։ Եթե ինչ որ մեկից մեջ ինչ որ մի բարի բան կա, դա մեր շնորհը չի։ Դա Աստծո բացառիկ ողորմությունն է, որ Աստված ույն քո կյանքի մեջ դրել է։ Եվ սատանան խափում ասում է դու լավն ես, դու բարի ես, այ քու նմանը չկա։ Լատես են մեկն ինչ անում, բայց դու այդ մարդին քեզ այս բաներն արել է, քեզ այսքան ցավացրել է, բայց դու տես ինչ բարի ես, իրան հարգում ես, իրան ընդունում ես, սես բան գոյություն չունի ժողովուրդ ջան։ Մարդը էությամբ իր բնույթը չար է, եւ ոչ մի բարի բան չկա մարդու մեջ։ Որտեղ երբ որ Եդեմի պարտեզի մեջ մարդը թույնավորվեց, իր ամբողջ բնույթը թույնավորվեց։ Եվ բարի բան չկա։
Եվ Աստված ուզում է, որպեսզի մարդը հասկանա, թե ինքը ով է։ Եվ մինչև մարդը չհասկանա, նա չի կարող փրկության հասնել։ Համար մենք պետք է այս ամենը հասկանանք, եւ ինչ անում, սատանան խաբում է։ Սատանան մարդին խաբում է, ժողովուրդ ջան։ Ու մարդը խաբված մտածում է ինքնա որ կա։ Լանայեք աշխարհի երկերը, սա ինչ է, իրան գովան, իրանց մեծարեն, իրանց փառավորեն։ Ես երկորը մի տեղ էի, մի հատ հիվանդ մարդ էր։ Շրջում էր հիվանդ ներգործության տակ մարդ էր։ Հիմի խոսում այս ասում են ասում, մեկ էլ եկավ ինձ մի հատ բան ասավ։ Մեկ էս կողքիս անձնավորությունը, որ անապաշխար երիտասարդ էր, ինձ ասենք մի քանի օր էր ճանաչեմ, սուր եկավ որ սրան վիրավոր ասի թող ասի, ինքը ճիշտ ասում, ասի ինքը գիտի։ Իրա մեջինը գիտի ես ով եմ։ Ասի իրա մեջինը ինձ ճանաչում է։ Ես մարդը բան եղավ ասի, ոչինչ, թող ասի, ասի մեղք ես ասի, քեզ պետք է որ ազատվես։ Ժողովուրդ ջան, այսօր մարդու վրա ներգործություններ է գալիս։ Եվ եթե մարդը դեռ Տիրոջը հետ հաղորդ չի ճանաչում իրա ով լինելը, այդ ներգործությունների տակ այս մարդը կարա խաբվի։ Անդրանիկ եղբայրը շեզեց ասում է 50 գրամ խմեցի։ Ես այդ պատմությունը չէի լսի, ասի խմին ես շունովրիտ պիկր կնակի աճով ասավ, այնքան ավելի աճած է, տենց է ժողովուրդ ջան։ Որովհետև մեր մեջ ոչ մի բարի բան չկա։ Թող Տերը օգնական լինի, ժողովուրդ ջան, հենց նայեք Ծննդոց 6-րդ գլխի մեջ, հենց Սուրբ գրքի սկզբից 5 համարից ասում է ամեն օր մարդի խորհուրդները ինչ է, չարա։ Սուրբ գրքի մեջ շատ տեղեր կա, ես չեմ ուզում ավելացնեմ, ժամանակը երկարացնեմ։ Նայեք Եզեկիել մարգարեության մեջ, Սուրբ գրքի մեջ 36-րդ գլխի մեջ, 31 համարի մեջ է, եթե չեմ սխալվում, ասում է ես ձեզ նոր սիրտ պետք է տամ։ Ձեր կար սրտերը պետք է փշրեմ ու նոր սիրտ պետք է անեմ։ Լնայեք նույն Սուրբ գրքից մի հատ պատմություն։ Սավուղի հորեշերը կորել էր Իսրայելի առաջի թագավորի։ Իրա ծառայի հետ, իրա կապարճակիրի հետ Սավուղը գնաց էշերին ման էր գալի։ 3 օր էշերը չի գտնում։ Գնաց Սամուելի մոտ եւ ինչ ասում, Սամուելը երբ որ խոսաց, օծեց Սավուղին, ասավ երբ որ գնաս ճանապարհին այս նշանները պետք է լինի եւ քո սիրտը պետք է փոխվի։ Եվ ասում եմ, որ այս նշանները տեղի ունեցավ, Սավուղի սիրտը ինչ եղավ, փոխեց։ Ժողովուրդ ջան, մենք մեր սիրտը չենք կարա փոխենք։ Ես ասենք ճիշտ է, նեղվում եմ, խոսում եմ, ներող կլեք, որ երկար տարիներ գալիս են մարդիկ, չեն ապաշխարում, չեն մկրտվում, անհոգ սենց, ջանք են կանում, խոսում ենք, որ հորդորում ենք մարդիկ փոխվեն, բայց մարդը չի կարա ինք իրանով փոխվի, նրան պետք է Աստված փոխի, իսկ դրա համար պետք է մարդը մենակ խնդրի, որ իր սիրտը փոխի, եւ եթե դու չես ուզում, որ քո սիրտը Աստված փոխի, ոչ ոք քեզ չի կարող փոխել, ոչ ոք չի կարող քեզ փոխել, դու էլ չես կարա քեզ փոխես, դու կարող ես քեզ ստիպես, մարդկորեն կամքը դնես, ուժը դնես, զորությունը դնես, ինչ որ բաներից քեզ զրկես, քեզ ստիպելով պահես, բայց մի օր միևնույնն է, մի օր պետք է գա, որ դու նույնիսկ պետք է հանգնես, որտեղ անհնարին է։ Մարդին միայն փոխողը Աստված է, իսկ դրա համար պետք է մարդը ցանկանա, որ Աստված իրան օգնի, ժողովուրդ ջան։ Պետք է մարդը ինքը հոժարի, որ Աստված իրան փոխի։ Եթե մարդը չի ուզում, Աստված չի կարող բռնի անել։ Մի անգամ մեր Ուկրաինայում Կիև քաղաքում մի հատ Աստծո մարդ ունենք, Ադամ անունով եպիսկոպոս եղբայր, եւ այս եղբայրը մի հատ վկայություն տվեց։ Ասում է, մեր դվառեցում էր քարոզում, հիշում եմ, թարգմանել եմ իրան, Աստծո մարդ էր, ասում է, ավտոբուսի վարորդ էր ինքը, ասում եմ, գործի տեղ ընկերներից մեկը կար, ասավ, լալսի Ադամ, այդ քո Աստված ասում ես, որ ամենակարող, ամենամեծ, ամենազորավոր է, ասում ասի, այո, ասում է, մի հատ հարց տամ քեզ, կարաս պատասխանեց, ասավ, ասա, չգիտեմ, Տերը թող օգնի, ասում է, դե որ ասում ես Աստված ամենակարող, ամենազորավոր, ամենա, ճիշտ է, հա, կարա մի հատ հենց մեծ քար ստեղծի, այնքան ծանր, որ ինքը չկարենա այդ քարը բարձրացնի, վեր ունի այդ քարը, ասում է, նայում եմ, ասում, Տեր Աստված, ինչ ասեմ, հարց ա տվե, ասում մեկ է Սուրբ Հոգին մեջից խոսած, ասավ, հա, կարա հենց քարը ստեղծի, ասում է, բա տեսար, ասում է, այդ քարը դու ես, այդ քարը դու ես, որ այնքան քո սիրտը քարացած է, որ Աստված այդ սրտիդ մեջ բան չի կարող անի։ Ժողովուրդ ջան, Աստված բռնի,
ոչինչ չի անում ոչ մեկիս կյանքի մեջ։ Եվ եթե մենք մեր սրտերը չենք բացում, նա ներս չի մտնում։ Գիտեք, աշխարհի բոլոր երկրների մեջ, երբ որ մարդիկ դռներ են դնում, դռները երկու կողմից փեղկեր ունեն, այդ բռնակներ ունեն։ Ես չեմ տեսել մի տան դռանը բռնակալի մյուսը չեղին, դες բան չկա։ Դուռը երկու կողմից ունի բռնակներ, բայց մենակ միտեղ մի հատ դուռ կա, որ ընդամենը միտեղ կա, մի հատ բռնակ կա ներսի կողմից։ Այդ քո սրտի դուռն է, իմ սրտի դուռը։ Որ ասված մենակ թակում է։ Եվ նա դրսի բռնակ չկա, որ Տերը բռնի այդ բռնակը քաշի։ Դու պետք է այդ ներսի բռնակով քո դուռը բացես։ Թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք լուրջ տեղ տանք Տիրոջը, որ մեր սրտերը փոխվի, ժողովուրդ ջան, որովհետև եթե սիրտը չփոխվեց, այդ սուրտը չի կարա սուրբ լինի։ Գիտեք, սուրբ սիրտ չի կարա լինի։ Սուրբ սիրտ մենակ կարող է դարձնել Տերը, եւ նա սրբացնողը Տերն է։ Աստված ուզում է, որ այդ սուրբ սիրտը մեր մեջ ունենանք, որպեսզի այդ ագապե սերը մեր սրտի մեջ թակավորի։ Այդ անշահախնդիր աստվածային սերը մեր սրտի մեջ գա։ Ասում է պատկյուրանքի վախճանը սերն է սուրբ սրտից։ Այսինքն եթե այդ սուրբ սիրտը սուրբ չի, այդ սերը չի կարալի։ Եվ որ կարդում ենք մենք սուրբ գիրքը հիշեցնում է Հռոմեացիս 5:5, ասում է եւ Աստված իր սերը սպրեց մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռով։ Այսինքն այդ սերը քո սրտի մեջ որ տարածվի, այդ Սուրբ Հոգին պետք է տարածի։ Իսկ Սուրբ Հոգին սուրբ բայրում է բնակվում, ժողովուրդ ջան։ Եվ այսօր շատերը չունեն իրանց սրտերի մեջ։ Նայեք ասենք, ընտանիքի մեջ հարս ու կեսուր, մարդ ու կնիկ, բարեկամ, չգիտեմ, տղա երեխա, աղջիկ երեխա, այս մեկը, այն մեկը, քիր ու աղբեր, իրար հետ ժպտում են, ուրախ են, բայց սրտների մեջ նախանձություն, ատելություն, չարություն, պրոբլեմ, դժվարություն, գիտեք ինչու, որտեվ այդ սիրտերը սուրբ չի։ Որտեվ սուրբ չի, սատանան կարողանում է իր կեղտերը լցնել այդ սրտերի մեջ, որտեվ ամեն օր այդ սրտի չար բաներ է դուրս գալիս։ Երբ որ դու արթուն չես, այդ չարության արմատները անդադ պետք է դուրս գա։ Եվ եթե դու արթուն չես, նա պետք է սկսի արմատ գցել։ Եվ եթե չանեցիր այդ արմատախիլը անելու։ Ես մի բան եմ նկատել։ Հիմա տենում եմ սաղի տները, պոպոքի ծառերը տարել են, իրանց բաղջեքը թողել են, հարևանի զաբորի տակին, հարևանի պատի հետևին տնկել են։ Այդ պոպոքի ծառն է, մեծ հատ գիտեք արմատներն ինչքան խոր է գնում։ Այսինքն վատություն անում ես մարդին, հետը հարևանություն անում, բայց ծառը տայլ այս մարդի տան, դռան հետևին տնկել է, որ այս ծառի արմատները մտնի այս մարդի տան հիմքը տունը քանդի։ Եթե քուտան տակին տնկելի, խեստ վրա իմ տան տակին տնկում։ Այսինքն սա է մարդը, ժողովուրդ ջան։ Թող Սուրբ Հոգին օգնի, որ մեր սրտերը սուրբ լինի, որովհետև եթե սուրբ չեղավ, այդ սերը անկեղծ չի կարալի քո մեջ։ Իսկ կեղծավորներին ասված դատաստան պետք է անի։ Ասում է, սա է պատվիրանքի վախճանը։ Սա է սուրբ սրտից, բարի խշմտանքից ու անկեղծ հավատքից։ Ինչի համար է մեզ պետք բարի խշմտանք, ժողովուրդ ջան։ Առաքյալը շեշտում է, երկրորդ Կորինթացիս 1:12 մեջ ասում է, սա է մեր պարծանքը, մեր խշմտանքի վկայությունը։ Պողոս առաքյալը գրում է Գործք առաքելոցի մեջ։ Ասում է, ես ջանք եմ անում, թե Աստծո, թե մարդկանց առաջ իմ խշմտանքը մաքուր պահեմ։ Ինչու՞։ Որովհետև մի օր կա, որ բոլորը պետք է կայնեն ատյանի առջև։ Ով ուզում է լինես, բոլորս պետք է Տիրոջ դատաստանի առաջ կայնենք։ Եվ բոլորս պետք է Տիրոջ առջև հաշիվ տանք։ Մեր բոլոր գործածի, արածի, ապրածի եւ չարածի համար էլ։ Դա համար մենք պետք է ջանք անենք։ Հովհաննեսը գրում է, ասում է, եթե քո խշմտանքը քեզ հանդիմանում է, որքան առավել Աստված, որ քո խշմտանքից բարձր է։ Դրա համար քուրս ու աղբերս ջանք արեք, որ մեր խշմտանքները մաքուր լինի։ Որովհետև խշմտանքը դու գիտես ու Աստված։ Դիմացինը չգիտի, կողքինը չգիտի, բայց Տերը գիտի։ Դրա համար ջանք արեք, որ մեր խշմտանքը մաքուր լինի, որ չլինի, որ որը որ Աստծո առաջ կանես, հանկարծ ամոթով մնաս։ Եվ Տերը քու խշմտանքի համար քեզ հատուցում անի։ Դա համար ասում է, բարի խշմտանքից։ Մեր խշմտանքը պետք է պարզ լինի։ Այսօր շատ ժամանակ շատ հոգևոր մարդկանց խշմտանք դաղվել է։ Այս մարդը խշմտանքը վառվել է։
էլ Սուրբ Հոգին չի խոսում։ Իսկ Տերն ինչ ասում, ասում է Սուրբ Հոգին 1 կասի, 2 կասի եւ ինչ կանի, կլռի։ Այսօր շատ մարդիկ խոստովանություններ չեն անում։ Այսօր շատ մարդիկ Տիրոջ առջև չեն գնում, ինչ անեմ։ Մի անգամ, 2 անգամ արել է ու վերջ։ Կամ էլ Սատանան մի հատ խապկանք ա բերել, ասում է գիտես ինչ։ Ինչի՞ պետք է խոստովանվես։ Կարևոր Աստված է, գիտի ասումասիր վերջացավ։ Թես բան գոյություն չունի ժողովուրդ ջան։ Այդ Սատանան է խապում։ Մինչև իմ ու քո մեղ գործելը Աստված գիտեր, որ մենք դու մեղ գործենք։ Մինչև իմ ու քո ծնվելը Աստված այսօրը գիտեր, թե չգիտեր։ Վաղը ինչ պետք է լինի, Աստված գիտի, մեր հավիտենությունը ինչ պետք է լինի, Տերը ամեն բան գիտի։ Բայց նա ասում է խոստովանվեք ձեր մեղքերը, որպեսզի ինչ անեք, թողություն գտնեք։ Դրա համար ժողովուրդ ջան, մեր խշմտանքը մաքուր լինի։ Եվ որ դու երեկոյան գլուխդ քո բարձին դնում ես մի հատ հարց տուր քեզ։ Ինչ ունես քո սրտի մեջ։ Ինչ ունես, որ տանջում ա քեզ, ազատագրվի, զղջա, թող, որտեղ վաղը միգուցե այդ հնարավորությունը չունենաս, որտեղ վաղվա օրը մերը չի, մենք չգիտենք վաղը ինչ պետք է լինի։ Երեկվան էլ անցավ գնաց, Սուրբ Գիրքը ասում այսօր է օրը, եւ որ նա ձայնը լսում ես, մի խստացնի քո սիրտը։ Թող Տերը օգնական լինի, բարեկամներ, որ մենք իրոք լուրջ մեր խշմտանքը մաքուր կանգնենք Տիրոջ առջև։ Պողոս առաքյալը Ֆելիքս Կուսականին ասում է, մեռելների ու կենդանիների դատաստան պետք է լինի։ Այդ իսկ պատճառով ես ջանք եմ անում, որ իմ խշմտանքը Աստծո մարդկանց առաջ ինչ լինի, մաքուր լինի։ Թող Տերը փառավորվի սիրելիներ, եւ վերջինը ասում է անկեղծ հավատքից։ Գիտեք, Սուրբ Գիրքը հիշեցնում է, որ հավատն էլ կարա կեղծավոր լինի։ Սուրբ Գիրքը հիշեցնում է, նույնիսկ ասում է դևերին հավատն է հիշեցնում, Սատանայի ասում է, նրանք էլ են հավատում ու սարսափում, որ Աստված կա։ Որտեվ Սատանան մեզանից մարդից ավելի շուտ է ստեղծվել։ Այո, նա տեսել է Տիրոջը։ Մենք Տիրոջը չենք տեսել, բայց այդ արյուսակ քերովբեն Տիրոջ առջև ա եղել, նա տեսել է։ Իր այդ ընկած այդ հրեշտակները բոլորը տեսել են Տիրոջը։ Նրանք հանդիպել են Տիրոջը, գիտեն, բայց նրանք ընկան։ Ինչու համար։ Այսօր սիրելիներ, շատ ժամանակ մենք չենք հասկանում, ոնց որ արյուսակն է այդ հպարտության ոգին իր մեջ դնում։ Այդպես էլ մենք այդ հպարտությամբ ապրում ենք։ Այդպես էլ մենք խապկանքով ապրում ենք։ Եվ մենք խափում ենք, թե մենք հավատացինք, թե մենք հավատացյալներ ենք։ Եվ Տեր Հիսուսը սքանչելի օրինակ է բերում, ես չեմ երկարացնում։ Ասում է, եւ վերջի օրը շատերը պետք է գան ու ասեն, Տեր, մենք քո անունով դևեր հանեցինք, մենք քո անունով հրաշքներ գործեցինք, Տեր, մենք քո անունով զորություններ գործեցինք։ Եվ այս մարդիկ, որ ասում էին, սուտ չէին ասում, որ իրոք դև են հանել, սուտ չէին ասում, որ հրաշք են գործել, շուտ չէին ասում, որ զորություններ են անում, որտեվ եթե սուտ խոսեին, Տերը կասեր դուք խաբեբա եք։ Ասում է, Տեր, մենք այս բաները արեցինք, ու Տերն ասում է, ճիշտ արեցիք, ճիշտ է, բայց մեկդի գնացեք բոլոր անօրենություն գործողներ։ Ժողովուրդ ջան, հավատքը, եթե անօրենությամբ առաջնորդվեմ, այս հավատքը կործանարար է։ Դա համար թող Տերը օգնի, որ մենք կարողանանք խնդրենք Տիրոջից, որ սուրբ սիրտ ունենանք, որ մեր սրտի այդ դառը պղծություններն ու հանցանքները հանի, որ մենք տեսնենք Տիրոջը, որ դառնանք իրան, որպեսզի այդ սուրբ սիրտից այդ անկեղծ սերը, աստվածային, անշահախնդիր սերը տարածվի դեպի առ Աստված։ Այսօր շատերը հավատում են։ Ես վերջերս միազնավորության հետ եմ խոսում։ Ասեմ, գիտես, բալիկը սենց անկեղծ նեղվում է, ոնց արտակ աղբերն է սենց ասում, լավ, բա ինչ ասենք։ Այսօր գիտեք ինչքան մարդիկ ինչի հավատում են։ Մեկը հավատում է, որ Հիսուսը իրան բժշկի, մեկը հավատում է, որ Հիսուսն իրան առողջություն տա, մեկը հավատում է, որ երեխեքը բանակում ծառայեն, նորմալ բարոյքերով հասնեն, մեկը հավատում է, որ փող ունենա, այն մեկը հավատում է, որ երեխա ունենա, այն մեկը հավատում է, որ լավ մարդ ունենա, հավատացյալները լավն են, կամ լավ կնիկ ունենա հոգևոր, ամենք մի բանին հավատում են, բայց քչերն է, որ հավատում են հավիտենական կյանքին, որ պետք է հավիտյան Քրիստոսի հետ մարդ ապրի, եւ այս հավատքի համար պետք է մարդ անկեղծ սուրբ սիրտ ունենա, որ Աստծո խոսքը սրբությամբ, պարզությամբ, մաքրությամբ կատարի, ժողովուրդ ջան։ Եվ խշմտանքը մեր պետք է պարզ լինի, մաքուր լինի։ Եվ մենք հավատանք Տիրոջ խոսքին, որտեղ Սուրբ Գիրքը ասում է, հավատքը չերևցած բաների հաստատությունն է, աներևույթ բաների ապացույցը։ Եթե դու հավատում ես այդ երկնայինին, ապա քո խշմտանքը, իմ խշմտանքը պետք է պարզ լինի, մաքուր լինի։
Մեր սրտի մեջ ոչ մի դառ արմատ չպետք է լինի, այլ մենք սուրբ սիրով, Քրիստոսի անշահախնդիր աստվածային սիրով սիրենք Տիրոջը ու միմյանց, որ Տիրոջ փառքին հասնենք։ Ասում են, սա է պատվիրանքի վախճանը։ Այսինքն բոլոր պատվիրանները, ես տեսել եմ շատ տեղեր, մարդիկ գրում են պատվիրանները կախում տներին, տներն ես մտնեմ, նույնիսկ եղել է մարդ ասում է, դե լասա, ես լավ գիտեմ պատվիրանները, թե դու, ճիշտ է գիտես, լավ է, գրած է, կախարած է, բայց սրա վախճանը սա է, որ ունենաս մաքուր խշմտանք, անկեղծ աստվածային սեր եւ անշահախնդիր սիրով սիրես թե Աստծուն եւ թե շրջապատին։ Նայեք մի բան էլ հիշեցնեմ ու աղոթ կանենք։ Նայեք Հոբի կյանքին, ժողովուրդ ջան։ Այս մարդը հարուստ մարդ էր, նյութապես շատ հարուստ մարդ էր։ Հազարավոր ոչխարներ ուներ, ներողություն։ Ուղտեր ուներ, էշեր ուներ, ծառաներ ուներ։ Եկավ մի օրվա մեջ, մի քանի օրվա մեջ այս ամենը անցավ։ Կներեք, զավակներից զրկվեց, ֆիզիկապես ծանր հիվանդությունների մեջ ընկավ, որդնեց, որդերն են ուտը մարմին է։ Եվ մի կինը հարազատ ասում է, անծի ասունում մեռելի։ Բայց այս մարդը ինչ արեց։ Ասեց, միթե Տիրոջից բարիք առնելը լավ է, չարիք չէ։ Եվ հիշեցրեց, ասեց, Տերը տվեց, Տերը տարավ։ Ինչու ժողովուրդ ջան, որտեվ այս մարդը Տիրոջը չէր հավատացել ունեցվածքի համար, հարստության համար, երկար ապրելու համար, հաջողություն ունենալու, սրա համար չէր հավատացել։ Այս մարդը Տիրոջը անկեղծ իր հավիտենականության համար էր հավատացել։ Եվ արդյունքը ինչ եղավ, հիշում եք վախճանը, ասում է, եւ Տերը Հոբի վախճանն ավելի օրհնեց։ Ինչքան ապրել էր 160 տարի ավելացրեց նորից, դաժե ապրեց։ Նորից այդ 10 երեխեն ունեցավ։ Նորից այդ աղջիկները, ասում ամբողջ արևելքի աղջիկներից գեղեցիկ էին։ Եթե ուշադրություն եք դարձրել, ինչքան ոչխար, շուխ ցատկել էր, դրա կրկնապատիկ Աստված ինչ արավ։ Տվեց։ Ինչու՞։ Որտեվ այս մարդը հավատարիմ մնաց Տիրոջը։ Այս մարդը չէր հավատացել Աստծուն երկար ապրելու համար, հարուստ լինելու համար, կնիկ երեխա ունենալու համար, այս մարդը հավիտենության, իր փրկության համար էր հավատացել, եւ Տերը ամենը տվեց։ Եվ Տերը այդ նույն ասեց Պետրոսին։ Աշակերտներն ասեցին, Տեր, հիմա մենք ստեղ թողացինք կին, տուն, տեղ, երեխա, քո հետևից գալիս ենք։ Մեզ ինչ հիշում եք Տերն ինչ ասեց։ Ասա, ստեղ հարյուրապատիկը պիտի առնեք եւ այնտեղ։ Ինչու՞, որտեվ նա որ անկեղծ գնում է Տիրոջ հետևից, Տերը ստեղ էլ պիտի օրհնի։ Տուներ էլ պիտի տա, հարստություն էլ պիտի տա, առողջություն էլ պիտի տա, կյանք էլ պիտի տա, զավակներ էլ պիտի տա, ամեն ինչ պիտի տա, որ անկեղծ Տիրոջ հետևից է գնում։ Իսկ այնտեղ էլ հավիտենական կյանք։ Իսկ ովքեր շահի հետևից են գնում, թե այստեղ պիտի կորցնեն, թե այնտեղ։ Թող Տերը փառավորվի եղբայրներ քուրեր։ Այո, մենք հիշենք, պատվիրանի վախճանը սա է։ Պատվիրանի վախճանը սա է, սերն է Սուրբ Սրտից, մաքուր խշմտանքից ու անկեղծ